Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր նոյեմբերի 23։ Ստացեք ձեր խոստացված երկիրը։ Անթիվ անհամար մարդիկ բոլոր ազգերից Քրիստոսին համարում էին իրենց ամեն ինչը, սակայն նրանց մեծ մասը, այդ թվում շատ հոգևորականներ, հեռացան Հիսուսից որպես իրենց աղբյուր։ Ինչու՞։ Որովհետև նրանք գիտեին, թե որքան թանկ կարժենա ինքնավստահությունից հրաժարվելը։ Գիտեք, երբ մենք անցնում ենք սրբության սրբոցի մուտքը, ինչ-որ բան է պատահում։ Այն պահին, երբ մենք մտնում ենք մեր Տիրոջ ներկայության մեջ, մենք գիտակցում ենք, որ ամեն մարմին պետք է մահանա։ Դա ներառում է հոգևոր հուզմունքի բոլոր ցանկությունները, մեծ զարթոնքի մասին բոլոր խոսակցությունները, ազատագրման վրա բոլոր կենտրոնացումները և որևէ նոր աշխատանքի կամ շարժման բոլոր որոնումները։ Հիսուսը և միայն Հիսուսը պետք է դառնա ձեր ամեն ինչը։ Միայն Նա պետք է լինի ձեր ցնծության աղբյուրը, ձեր շարունակական արթնությունը։ Նա պետք է լինի ձեր մշտական ուղեկցորդը, ձեր նոր շնորհը ամեն առավոտ։ Երբ դուք հատեք սահմանը, այլևս չեք կարող հույսը դնել շնորհալի ուսուցիչների, օտյալ քարոզիչների, հզոր ավետարանիչների վրա։ Եթե դուք միշտ փնտրում եք մարդկանց Քրիստոսի փոխարեն, շտապելով մեկ հանդիպումից մյուսը, փնտրելով մեկին, որը կօրհնի ձեզ, ապա դուք գոհ չեք Հիսուսից։ Ավելին, ձեր գործերը ապարդյուն կլինեն։ Աբրահամը Աստծո բարեկամ կոչվեցավ Տիրոջ հետ իր մտերիմ հարաբերությունների պատճառով։ Բարեկամը նա է, ով իր սիրտը տալիս է մեկ ուրիշին առանց որևէ վերապահման։ Ակնհայտ է, որ Տերը իր սիրտը կիսել է Աբրահամի հետ։ Աստված ինքը վկայել է. «Միթե ես Աբրահամիցը ծածկող եմ, ինչ որ անելու եմ»։ Ծննդոց 18:17 խոսք։ Պողոսը հայտարարում է. «Գիրքն էլ առաջուց Աբրահամին խոստացավ»։ Գաղատացիս 3:8 խոսք։ Այլ կերպ ասած, Տերը Աբրահամին ցույց տվեց գալիք մեծ բաները։ Աբրահամը գիտեր, որ Տեր Հիսուսը մեր խոստացված ժառանգությունն էր։ Նա տեսավ խաչի հաղթանակը և շատ ազգերի հոսքը դեպի ավետաց երկիր իրենց խոստումը ստանալու համար, այսինքն ինքնին Քրիստոսին։ Նա տեսավ հաղթական Հիսուսին, որը տապալել էր բոլոր իշխանություններն ու զորությունները։ Այս մարդիկ ստացան իրենց խոստացված երկիրը հավատքով, վստահելով իրենց տրված Աստծո խոսքին։ Իսկ դուք ստացե՞լ եք արդեն ձեր խոստացված երկիրը։ Ես կոչ եմ անում ձեզ. դարձրեք Տեր Հիսուսին ձեր ամեն ինչը։ Մտեք ձեր հավիտենական ժառանգության, խաղաղության և հանգստության մեջ, ինքնին Հիսուս Քրիստոսի մեջ։